Այս շաբաթ Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց Աստանայում կայացած Մետաքսի ճանապարհի աստղ մրցույթի եզրափակչում տեղի ունեցած մի դիպված։ Ժյուրիի անդամներից ադրբեջանցի Սամիրա Էֆենդին 12 միավոր էր տվել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանին ու գրկախառնվել դրա հետ։ Դրան հաջորդել էր իսկական տեղեկատվական գրող Հնդեմ Էֆենդիի։ Սոցիալական ցանցերում երգչուհին մինչև հիմա քննադատվում է, հնչում են անգամ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր։ Էֆենդին ստիպված է հրապարակավ արդարանալ։ Թեման կքննարկենք մեր տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանի հետ, նա Հայլուրի երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Այս կոշտ արձագանքը պարզ գրկախառնությանը չի հակասում հայ-ադրբեջանական խաղաղության մասին հայտարարություններին։ Իրականում Լարա Ադրբեջանում Սամիրա Էֆենդիի նկատմամբ այս միջադեպը եւ հարձակումը պատահական չէր, որովհետեւ տարիներ շարունակ Ադրբեջանի հասարակությունը սնուցվել է հակահայկական քարոզչությամբ եւ նման դեպքում այդ պարզ մարդկային ժեստը կամ գրկախառնությունը ներկայացվեց որպես դավաճանություն կամ անգամ անվտանգության ազգային անվտանգության հարց։ Շատ խորհրդանշական է հատկապես այն հանգամանք, որ այդ նույն օրերին, երբ Էֆենդիի նկատմամբ Ադրբեջանում հեյթ էր տիրում, նույն օրը Բաքվում գտնվում էին հայ քաղաքասարակության ներկայացուցիչները, ովքեր հայ ադրբեջանցի իրենց գործընկերների հետ խաղաղության օրակարգի շուրջ ինչ-որ քննարկումներ են անում։ Բայց ինչ է ստացվում, որ իրականում այդ պետական վարած քաղաքականությունը չի ազդում սոցիալական խավերի բոլոր շերտերի վրա։ Բացի այդ ատելությունը այնքան է փաստորեն շարունակական բնույթ կրում, որ մինչև օրս Սամիրա Էֆենդին տարբեր լրատվականներով արդարանում է, ինքը պարզաբանում է, որ դա ի սրտե է եղել օրինակ կամ ասում է, որ ինքը Ղազի, այսինքն մուսուլման դատավորի աղջիկ է, չի շեղվել Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունից։ Այս ամենը իրար կողմ դնելով հասկանում ենք, որ իրականում Ադրբեջանում այդ խաղաղության օրակարգը ուռճացված է եւ չի արտացոլում հասարակության իրական կարծիքը։ Ընդհանրապես խիստ տարբերվում է միշտ Ադրբեջանից պաշտոնական խողովակներով մեզ հասնող ցանկացած տեղեկություն ոչ պաշտոնականից։ Պաշտոնական Բաքուն օրինակ հաճախ հայտարարում է, որ մեծ վերադարձի ծրագիրը արագ եւ հաջողությամբ է ընթանում, մարդիկ գնում են Արցախում կառուցվող նոր տներ եւ լիարժեք պայմաններում ապրում են։ Իրական պատկերը այսպիսին է։ Իրականում Լարա այդ մեծ վերադարձը մի մեծ միֆ է, այդ մասին անգամ գրել են ադրբեջանական ընդդիմադիր մեդիայում, օրերս մի հոդված էր տեղադրվել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի պետբյուջեից տրամադրվող միլիարդները պարզապես փոշիանում են։ Գնումների մեծ մասը կատարվում է առանց մրցույթի մենաշնորհով եւ այդ ընկերությունները որպես կանոն կապ ունեն Ալիևների կամ նրանց մերձավորների հետ։ Արդյունքում շինարարության ամբողջ գործընթացը չի վերահսկվում։ Դրան լրացնելու եկավ մի սկանդալային տեսանյութ, որը օրերս հայտնվեց համացանցում, որտեղ Վարանդայի օկուպացված տարածքներում վերաբնակեցված մի կին տեսանյութ էր նկարահանել, որտեղ երևում էր, որ անձրևաջուրը լցվել է տուն, վնասել է պատերը, առաստաղը, անգամ ադրբեջանցի կինը բողոքում է, որ թրջվել է կահույքը, անկողինը եւ մի ռեթորական հարց է տալիս, թե ասեք, թե ինչպես պետք է ապրել նման պայմաններում։ Արդյունքում ինչ է ստացվում, որ սար ու ձորի տարբերություն կա Ադրբեջանի ցույց տվածի եւ իրականության միջև։ Մի կողմից պաշտոնապես Ադրբեջանը ցույց է տալիս, որ իրենք արագ վերակառուցման այս քաղաքականությանը զարկ են տալիս, որպիսի տները շուտ կառուցվեն, իսկ արդյունքում մենք տեսնում ենք, որ այդ վերաբնակեցված ադրբեջանցիները նկարում են եւ ցույց են տալիս Ալիևի քարոզչության ամբողջ պերճանքն ու թշվառությունը։ Մի թեմա էլ կա, որ չեն կարող բաց թողնել շաբաթավերջին, թուրքական մի սոցիալիստական ընդդիմադիր լրատվամիջոց հրապարակել էր տեղեկություն, ըստ որի թուրքական ընկերությունները կարծես փորձում են մտնել Հայաստանի էներգետիկ շուկա։ Եթե այս լուրերը ճիշտ են, ինչ ռազմավարական նպատակ կարող է հետապնդել Թուրքիան։ Այդ հոդվածում նշվում է Լարա, որ թուրքական մի շարք կազմակերպություններ գաղտնի բանակցություններ են վարում հայկական կողմի հետ, որպեսզի ներդրումներ անեն Հայաստանի էներգետիկ ոլորտում եւ մասնավորապես խոսքը գնում է Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին։ Իհարկե պետք է հասկանալ, որ թուրքերը շատ ինտրիգային են ներկայացնում այս ամեն ինչը եւ փորձում են ցույց տալ, որ սա առաջին թուրքական խոշոր ներդրումն է լինելու Հայաստանում եւ միաժամանակ կարեւորում են Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը Հարավային Կովկասում։ Իհարկե այդ հոդվածի ենթատեքստում մենք նկատում ենք, որ կա Ռուսաստանի հանդեպ որոշակի հատված, երբ որ ցույց են տալիս, որ գոնե տեղեկատվական դաշտում Թուրքիան փորձում է ցույց տալ, որ շարունակում է գործողությունները, որպեսզի Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղի Հարավային Կովկասից։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ այս հոդվածը քաղաքական սենսացիայի տրամաբանությամբ է կառուցված, այստեղ չկան եզրակացություններ, կներեք, բայց
չկա փաստական հիմք, ամեն ինչ օդից կախված տեղեկությունների հիման վրա է եւ չի բացառվում, որ նման կերպ թուրքական սոցիալիստական ընդդիմությունը փորձում է Հայաստանի արկա ներքաղաքական այս քննարկումները տանել Թուրքիա եւ դա ներկայացնել որպես Էրդողանի տնտեսական էքսպանսիայի քաղաքականություն։ Իհարկե չպետք է նաև մոռանանք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում քննարկումներ եղան, որ հեծի պետականացումից հետո չի բացառվում, որ այնտեղ կլինի թուրքական ներդրում։ Այո, Արման, մոտ 2 շաբաթ առաջ, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր հեծին լիցենզիայի զրկելու հարցը, հեծ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով ՀԾԿՀ-ն շատ ներկայացուցչական պատվիրակություն է ուղարկել Թուրքիա։ Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը հաստատեց այդ տեղեկությունը։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հեռուստադիտողներ, մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։